Շնորհակալ եմ, կարևոր նախագիծ է, ընտրակաշարք տալու եւ վերցնելու պատիժը խստացնելու հետ կապված, սակայն ես այլ ասպեկտի եմ ուզում անդրադառնալ, խնդիրը այստեղ ոչ միայն ընտրակաշարք վերցնող եւ տվողներն են, այդ ընտրակաշարքի մշակույթը միշտ օրակարգում պահողներն են։ Իմ կարծիքով կարևոր է շատ օրենքի ողջ խստությամբ պատժել այդ մարդկանց, որովհետեւ կան քաղաքական գործիչներ կամ քաղաքականությամբ զբաղվող որոշ անձինք, որոնք ընտրակաշարքի ինստիտուտը շատ լեգիտիմ են համարում եւ որևէ կերպ չեն համարում, որ դա խնդիր է։ Ես երեք հարցազրույց եմ նայում կամ հարցոպատասխան, երբ Սամվել Կարապետյանին ասում են ձայնագրության մեջ ասում են ոմն գեղամ ասում է չամադանով փող կա եւ իրեն այդ Սամոնա տվել այդ փողը, այդ մարդը շատ տենց ժպտալով բան ասում է, մի հատ ասեք տեսնեն գեղամնով, բան, այսինքն այդտեղ նաև հումորի տալը, ընտրակաշարք տալը եւ բաժանելը համարում եմ խայտարակություն, որովհետեւ մենք գործ ունենք ծանր քրեական հանցագործության հետ եւ դա հովանավորվում է քաղաքական կուսակցությունների առաջնորդների կողմից։ Եթե դա չհովանավորվի, մենք չէինք ունենա այս խայտարակ պատկերը, չէինք ունենա 258 մեղադրվող անձ ենթադրյալ կասկածանքով եւ դա ամենակիչ տոկոսն է վստահաբար, որովհետեւ ամբողջ ընթացքում մենք տեսել ենք ընտրությունների, թե ընտրակաշարքի ինչպիսի ահագնացող տեմպեր կան բաժանման։ Դրա համար ես կարծում եմ, եթե այս նախագիծը նաեւ որևէ կերպ չկարողանա այս ինստիտուտը չեզոքացնել, մենք պիտի դիմենք ցանկացած խիստ միջոցների, սակայն ամենակարևորը միևնույնն է իմ կարծիքով պիտի օրակարգում պահել ընտրակաշարքի ինստիտուտը օրակարգում պահողների խնդիրը, որովհետև ամենաբարձր մակարդակով ընդդիմադիր շրջանակների դա խրախուսվում է։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար